հիշեցնել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շարունակում է ուղիղ երկրերով հեռարձակումները, նախընտրական քարոզչության ամբողջ ժամանակահատվածում հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը իրականացրել է մոնիթորինգ։ Այժմ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետական Անդոյանը կներկայացնի մոնիթորինգի տվյալները։ Շնորհակալություն, թույլ նախ առաջ ողջունել բոլորին։ Ինչպես արդեն նշեցիք, տեսահոլովակական և լսողական հաղորդումներ հեռարձակողների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում է հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և այդ վերահսկողության մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունված եզրակացությունը նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ հանձնաժողովը ըստ ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի հրապարակում և ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով նախընտրական քարոզչությունը սկսելուց 10-րդ, 20-րդ, ինչպես նաև ընտրությունների համար ընտրությունների ամփոփման համար սահմանված ժամկետից 2 օր առաջ։ Այս բանի դրությամբ արդեն իսկ 2 եզրակացությունները հրապարակված են, դրանց կարելի է ծանոթանալ թե հեռուստատեսության ռադիոյի պաշտոնական կայքէջում և թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջում։ Ասեմ, որ այս ժամանակահատվածում ստացել են 2 դիմումներից մեկը վերաբերել է Armenia TV, Շանց ընկերություն և հանրային հեռարձակողի կողմից քաղաքական կողմից նախընտրական քարոզչության փուլում հավաստար և ոչ խտրական պայմաններ ապահովելու օրենսդրական պահանջի արևելքի խախտմանը։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների հանձնաժողովի կողմից դրանցից մեկը վերաբերել է հանրային հեռարձակողի, սակայն YouTube-յան հարթակում տեղադրված նյութին, տեսանյութին, իսկ մյուսը վերաբերել է հանրային հեռարձակողի կողմից կազմակերպված Իտալոր Հայաստան և նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության դիմում բողոքների հիման վրա հարուցվել են վարչական վարույթներ, իսկ մնացած դիմում բողոքներին տրվել է օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանը հանձնաժողովի նախաձեռնությամբ։ Սեփական նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթները վերաբերել են Շանց տեսահոլովական, գործարարանի լսողական, Ֆասպորտ տեսահոլովական, 5-րդ տարիք տեսահոլովական և հայկական 2-րդ տարիք տեսահոլովական ծրագրերի։ Իսկ դիմումների հիման վրա Armenia TV և ATV տեսահոլովական ծրագրերի։ Շանց և գործարար ալիք ծրագրերի մասով վարչական վարույթները հարուցվել են նախընտրական քարոզչության վերաբերող տեսահոլովական հաղորդումներ առևտրային գովազդով ընդմիջելու արգելքի խախտման հատկանիշներով։ Ֆասպորտ, Armenia TV և ATV տեսահոլովական ծրագրերի մասով վարչական վարույթները հարուցվել են նախընտրական քարոզչության ժամանակահատվածում անվճար 25 րոպեներից օգտվելու կուսակցությունների իրավունքի իրացման խոչընդոտելու հատկանիշներով, իսկ 5-րդ տարիք տեսահոլովական ծրագրի մասով վարչական վարույթը հարուցվել է հեռարձակված քաղաքական գովազդի պատճառով, որը պարունակել է ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության արտաբեկման և լուսարանացման տարեր։ Քաղաքական գովազդը նաև չի պարունակել կուսակցություններին բնորոշ խորհրդանիշ կամ նույնականացման այլ տարեր, այսինքն այստեղ վարույթը հարուցվել է միանգամից 2 հոդվածների խախտման հատկանիշներով, իսկ հայկական 2-րդ հեռուստաալիք տեսահոլովական ծրագրի մասով վարչական վարույթը հարուցվել է լրատվական հաղորդման ընթացքում կուսակցությունների նախընտրական քարոզչության վերաբերյալ ամբողջական և գնահատականից ձեռ տեղեկատվություն ներկայացնելու պահանջի խախտման հատկանիշներով։ Ասեմ, որ նույն դողմի խախտման հատկանիշներով հանձնաժողովը նաև դրություն է հղել հանրային հեռարձակողի խորհուրդ։ Նշեմ նաև, որ բոլոր վարչական վարույթների արդյունքում ընդունված վարչական ակտերին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական TV ռադիոյի կայքում։ Այսպես կոչված լրության օրերի հետ կապված խախտում այս բանին արձանագրված չէ, այս բանին ևս շարունակվում է մշտադիտարկումը և եթե արձանագրվի նշված խախտումը, ապա դա արդեն կարտացոլվի մեր վերջնական եզրակացությունում, որի ներկայացման վերջնաժամկետն է հունիսի 12-ը։ Երևի թե այս բանի դրությամբ այսքանը, եթե ձևաչափը թույլ է տալիս, և եթե կան հարցեր, սիրով կպատասխանեմ։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, կան հարցեր։ Շնորհակալություն Տիկին Դովիկյան և
Ես ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերների մուլտիպլեքսում գործող, որոնք պարբերաբար հեռարձակել են իրենց եթերով կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատրաստած իրազեկող տեսանյութերը եւ եթե հանրային հեռարձակողի համար դա եղել է նաեւ օրենսդրության շրջանակում, մասնավոր հեռուստաընկերությունների համար դա զուտ եղել է բարի կամքի դրսևորում, շնորհակալություն մեր աջակցնես իրազեկման